ժողովուրդ մի հատ նայեք իմ այս պատշգամբից ինչ տեսա նա ինչքան ծառկա սաղ ծաղկել է բացի այս միմոզայից կողքը չգիտեմ այս ինչ ծառեր է սպիտակ ծաղիկներ ա տվե հետևն է չգիտեմ երևում ա ձեզ այսինքն վարդագույն վիշնյա է ինչ է ես չգիտեմ սենց ծաղիկները բարի լույս ընկերներ օրը սկսում եմ իմ պատրաստած գաթայով եւ իմ հայկական սուրճով կարող եմ ասեմ ձեզ ամենահիանալի օրվա սկիզբն է հույսով եմ ձեզ մոտ ամեն ինչ լավ է այստեղ ինչպես տեսնում եք ամեն ինչ ծաղկում է այսօր մաքրելու եմ եւ ձևավորելու եմ մեր ընդհանուր սանհանգույցը եւ ձեզ էլ հրավիրում եմ միգուցե մոտիվացիա հաղորդեմ ձեզ էլ դուք էլ զբաղվեք մաքրությամբ ընկերներ Ինչպես միշտ ազատում եմ բոլոր մակերեսները տարատեսակ իրերից, այս անհանգույցով ավելի շատ օգտվում են երեխաները, հյուրերը, իմ մայրիկը, այդ իսկ պատճառով մի զարմացեք, եթե կտեսնեք խաղալիքներ եւ նմանատիպ բաներ, այսպիսով ամեն ինչը մեջից հանում եմ եւ հետո սկսում եմ իմ մաքրության գործընթացը։ Քանի որ սա ընդհանուր սանհանգույց է, Ես այս մեկի չափերը ավելի մեծ եմ նախագծել եւ դա էլ ինձ հնարավորություն տվեց այստեղ տեղակայելու բավականին մեծ թոփ գրանիտից եւ տեղակայել նաեւ երկու լվացարան, երկու հայլի, ինչը ինձ շատ օգնում է հատկապես առավոտվա ժամին երեխաներին պատրաստելու համար, որտեղ ամեն մեկը ունի իր հատվածը, որտեղ լվանում ատամները, իրեն կարգի ա բերում սանրվածքն է անում եւ այդպես մեր ժամանակը շատ ավելի էֆեկտիվ ենք ծախսում եւ ասեմ ձեզ նույնիսկ առանց վեճեր, որտեղ ովքեր փոքր երեխաներ ունեն, ինձ կհասկանան, իրանք կարող են ցանկացած բանի համար կռվել նույնիսկ լվացարանին։ Ցանկացած տարածքը նախագծելուց, ինչպես նաեւ ինտերիերը կազմակերպելուց, առաջին բանը, որ ես մտածում եմ, դա ֆունկցիոնալ հատվածն է, այսինքն դրա հետագա խնամքը ինչպես կարելի դրանից օգտվել, հետո նոր մտածում եմ դրա էսթետիկ մասի համար, որովհետև շատ անգամ մարդիկ ավելի ուշադրություն են դարձնում էսթետիկ հատվածին եւ հետո կյանքի ընթացքում, խնամքի ընթացքում հասկանում են, որ շատ բաներ սխալ ընտրություն են արել, կարելի է այլ կերպ կազմակերպել, այդ իսկ պատճառով միշտ մտածեք Ինչպես եք մաքրելու, ինչպես եք օգտվելու, նախապես պլանավորեք, ինչպես եք դասավորելու ձեր իրերը, որ կողմից ինչն եք դնելու, ինչ սովորություններ ունեք դուք, ինչ տեսակ հայլի եք նախատեսում, հարդարվելու եք այդ սենյակում թե ոչ, ամեն մի մանրուք պետք է հաշվի առնել ցանկացած տարածք նախագծելուց առաջ կլինի դա խոհանոց, կլինի դա սանհանգույց Առաջինը նայեք դրան, հետո նոր ընտրեք էսթետիկ հատվածը։ Ես իմ բազմաթիվ հաճախորդների հետ նկատել եմ դա առաջինը նայում են արտաքինին, նայում են գույներին, նայում են քարի նյութին եւ այլն, հետո նոր սկսում են մտածել, թե ինչպես մեջ անել։ Ոչ, պետք է գալ միշտ հակառակից, այլապես դուք հետո կտանջվեք եւ միշտ չէ որ այդ ընտրությունը կարելի է հեշտ փոխել բոլոր արժեքավոր իրեր են եւ վերանորոգում ինքնին արժեքավոր է, այնպես որ աշխատեք այնպես մտածել, որ խնդիրների առաջ հետագայում չկանգնեք։ Հաշվի առեք նաեւ ձեր ընտանիքի անդամների նախասիրությունները, ձեր կյանքի ոճը։ Ինչպես նաեւ ձեզ արդեն նշել էի, որ Իտալիայում եթե ունեք մեկ սանհանգույց պարտադիր է որ ունենաք բիդե Եթե ունեք երկու սանհանգույց, գոնե մեկում պետքա լինի, ես ընտրությունը դրեցի այս սանհանգույցի վրա, որտեղ պատկերացրեք երեխաների հետ շատ հարմար է, եւ այս մի սանհանգույցի չափը ինձ ավելի էր թույլ տալիս, որ այստեղ դնեմ բիդեն, հնարավորինս մաքսիմալ օգտագործեք ձեր տարածքը, ոչ միայն հատակը, այլ նաեւ պատերը, հարթությունները, մտածեք որտեղ կարելի է ստեղծել խորշեր, որ կարելի է հավելյալ տարածք ունենալ, ինչ-որ հետաքրքիր էլեմենտներ տեղադրել, միգուցե դեկորատիվ, միգուցե պահպանելու համար։ Ամեն դեպքում խորհուրդ կտամ ցանկացած տան հատակագծային լուծումներ անելուց կամ նույնիսկ ձևավորելուց միշտ եթե ունեք այդ հնարավորությունը դիմեք մասնագետի, ճարտարապետի, դիզայների, որովհետև վստահորեն կարող եմ ձեզ ասել, բավականին կփոխվի ձեր տարածքը։
Ականատես եմ անձամբ շատ դեպքերի, երբ որ մարդիկ ամբողջությամբ անում են ինքնուրույն եւ հետո բախվում են խնդիրների կամ լավ չեն մտածել կամ կարելի էր ավելի լավ անել, եթե ունեք հնարավորություն դիմեք։ Ես ինչպես նկատել եք արդեն իմ ամբողջ տունը արված են բավականին հանգիստ գույներով, տոներով, բավականին բնական նյութերով, եթե նույնիսկ սալիկները բնական չեն, բայց ընտրել եմ այնպիսի գույներ, ձևեր, որոնք նմանեցնում կամ հիշեցնում են բնական նյութեր, եւ նույնիսկ ասեմ ավելին, նկատել եմ շատերը ունեն տենց հատկություն սխալ անելու, որ ամեն մի սենյակը ընտրում են ինչ-որ հատուկ մի գույն, կարող է իհարկե ասենք երեխաների սենյակում մի փոքրիկ ինչ-որ գույնային ակցենտ լինի, կամ չգիտեմ, մի փոքրիկ տեքստիլի մեջ ինչ-որ գույնային ակցենտ լինի, բայց երբ որ դա վերածում է պատերի, կահույքի, հիշեք մի բան, որ դուք դա չեք կարող փոխել հաճախակի։ Ես իմ ինտերիերներում գերադասում եմ ավելի նեյտրալ ֆոն ստեղծել, եթե հետո ուզում եմ ինչ-որ գույնային ակցենտներ, ես դա աշխատում եմ միշտ անել իրերով, որոնք կարող եմ տեղադրել, այնուհետև վերացնել, այսինքն տեքստիլի օգնությամբ, փոքրիկ կահույքների էլեմենտների օգնությամբ, դեկորատիվ էլեմենտների, ինչպես նաև վարագույրերի, որոնք շատ հեշտ կարելի է փոխել եւ սեզոնից սեզոն տրամադրությունը նույնիսկ փոխել, բայց ընդհանուր տոնայնությունը, ֆոնը, եթե նկատել եք իմ տանը, համարը ամենտեղ պահպանված է այդ գունային գամման։ Ինչպես միշտ ինձ օգնության է հասնում իմ փոշեկուլը, արդեն ասել եմ անցյալ հոլովակներում, Dreamy է։ Պատկերացրեք, որ շատ գոհ եմ, եթե ինձ պետքա շատ արագ մաքրել եւ կարգի բերել ցանկացած սենյակ, նույնիսկ շատ կեղտոտ, չնայած ես երբևէ չեմ հասցնում այդ վիճակի, բայց ինձ օգնում է շատ արագ մաքրել առանց բազմաթիվ ինչ-որ ավելնորդ տիրերի, այսինքն ամեն ինչը մեկում է, եւ փոշեկուլը, եւ մաքրում է ջրով, եւ ունի իր հեղուկը մաքրման։ Առաջիկա հոլովակներում կփորձեմ ձեզ հետ կիսվել, ինչպես եմ պահպանում մաքրությունը իմ տանը, եւ կկիսվեմ բոլոր այն կենցաղային տեխնիկա, որով ես օգտվում եմ։ Պատկերացրեք, շատ լավ մոդելներ կան եւ իսկապես ես չի պատկերացնում, բայց կյանքը փոխում են։ Անցնում եմ իմ ամենասիրելի հատվածին մաքրելուց հետո, սկսում եմ ձևավորել, միշտ ընտրում եմ այս բոլոր դետալները շատ մեծ ուշադրությամբ, բոլոր էլեմենտները հավաքում եմ փոքրիկ հավաքածուներ եւ միշտ աշխատում եմ էլի գույների համադրությունը ճիշտ կատարել, ընտրել ամեն ինչի հնարավորինս բնական նյութեր, բնական գույներ, շատ ճչացող գույներ երբևէ չեմ ընտրում, ինչպես նաև աշխատում եմ տարածքը չլցնել անիմաստ եւ չօգտագործվող իրերով, հիմնականում բոլոր իրերը, որոնք այստեղ կան, մենք միշտ դրանցով օգտվում ենք, ուղղակի ես աշխատում եմ ընտրել նրանց ավելի էսթետիկ տեսակները։ Գնումներ կատարելիս աշխատում եմ, որ նույնիսկ գորգը, նույնիսկ հոտը, նույնիսկ սրբիչները, ամեն ինչը համահունչ լինեն իմ ինտերիերի հետ, որովհետև շատ անգամ, երբ որ մենք խանութում ենք, տրվում ենք էմոցիոնալ գնումների եւ մեզ կարող է ինչ-որ իր դուր գա, որը առանձին դրված վիճակում շատ գեղեցիկ է, բայց երբ որ դա մենք կբերենք եւ կներդնենք մեր ինտերիերում, մենք մեր ինտերիերու ամբողջությամբ կկորցնենք։ Իմ ինտերիերներում օգտագործում եմ ինչպես բնական ծաղիկներ, այնպես արհեստական ծաղիկներ եւ չեմ տեսնում դրա մեջ որևէ վատ բան, հատկապես հիմա, որ ծաղիկները հնարավոր չի տարբերել իրականից։ Քանի որ այս անհանգույցից օգտվում են նաեւ հյուրերը, բացի սրբիչներից, որոնցից օգտվում են երեխաները, ես այստեղ դնում եմ մի զամբյուղ, դուք էլ կարող եք ընտրել որևէ մի զամբյուղ, եւ մեջը դնում եմ միայն ձեռքի սրբիչներ, այսպիսով հյուրերը, երբ որ մտնում են սանհանգույց, հստակ գիտեն, որ այս սրբիչները նախատեսված են իրենց համար, երևի ձեր հետ էլ ա եղել, որ մտնում եք սանհանգույց կամ բազմաթիվ սրբիչներ, եւ դուք որպես հյուր չեք կարողանում կողմնորոշվեք, որ սրբիչով դուք պետքա օգտվեք,
Այս դեպքում շատ պարզ են, սրբիչները մեկ անգամյա օգտագործման են, մաքրում են եւ դնում են մի կողմ։ Ես բազմաթիվ քանակություն ունեմ եւ անընդհատ թարմացնում եմ։ Ես շատ եմ սիրում ինտերիերում օգտագործել փայտ, ծղոտ, բնական նյութեր, ինչպես արդեն նշեցի, հատկապես այսպիսի տաք երանգների, որովհետեւ մի այլ հմայք է հաղորդում փայտը եւ ծղոտը մեր բոլոր ինտերիերներին։ Մեր սանհանգույցներում դեռևս առկա չեն կահույքները, որոնք տեղակայված պետք է լինեն լվացարանների քարի տակ, բնականաբար գետնից կտրված, դրան մենք դեռևս չենք անդրադարձել, եւ այդ իսկ պատճառով ես փորձում եմ ստեղծել զամբյուղներով պահպանման ինչ-որ սիստեմ, որտեղ հաճախակի մեր օգտագործված իրերը փորձում եմ հավաքել, համախմբել ինչ-որ մի զամբյուղում, որ ավելի հեշտ լինի օգտվել։ Հյուրերի սանհանգույցում, բացի ձեռքի սապոնից, ես նախատեսում եմ միշտ դնել նաև ձեռքի լոսյոն, կրեմ։ Ինձ թվում է, որ հյուրը իրան ավելի ջերմ զգա մեր տանը, միգուցե, չգիտեմ, ավելի սենց տան մթնոլորտ ստեղծելու համար, եւ բնականաբար վերցրել եմ երկու նույն դիսպենսերներից, որպեսզի շատ տարատեսակ դիսպենսերներ չունենամ եւ հատկապես չունենամ այդ խանութային սրվակները։ Շատ դժվար է հասկանալ որն է սապոնը եւ որն է լոսյոնը։ Ամազոնից պատվիրել եմ այսպիսի գեղեցիկ պիտակներ եւ ինքս վրաները գրում եմ, թե ինչ է պարունակում տվյալ դիսպենսերը, եւ ինձ թվում է հետաքրքիր ինչ-որ տրամադրություն է ստեղծում, ինչ-որ ձեռքով արված որևէ էլեմենտ, եւ ձեզ ասեմ նույնպես, որ ինձ շատ դուր է գալիս ձեռքով կատարել ինչ-որ աշխատանք, նույնիսկ ստեղծել ինչ-որ մի բան, դուք արդեն տեսել եք, որ ես սիրում եմ հավաքել կահույք, սիրում եմ ձեռքով ինքս ամեն ինչ պատրաստել եւ ընդհանրապես տան հետ կապված ցանկացած բան ինձ մոտ շատ հանգստություն է առաջացնում, խաղաղություն է բերում մի տեսակ ինձ եւ նույնիսկ եթե ես ինչ-որ մտքեր ունեմ, բոլորս այս կյանքում ինձ թվում է միշտ տագնապալի վիճակներում ենք լինում, պատկերացրեք այս ամենը ինձ շատ հանգստացնում է, տունը կարգավորելը, մաքրելը, ձևավորելը ինձ համար ոնց որ մի ամբողջ թերապիա լինի։ Կիսվեք ընկերներ, ով է իմ նման, երբ որ չունի տրամադրություն, սկսում է տունը հավաքել, դասավորել, ես իսկապես ինչ-որ հաճույք եմ ստանում, կարող եմ դատարկել ամբողջ պահարանը, վերադասավորել, վերաիմաստավորել, իսկապես դա ինձ շատ օգնում է ստրեսային վիճակներից դուրս գալ, ինչպես նաև դուրս գալ աշխատել այգում, դե դրա մասին էլ չեմ խոսում, ընդհանրապես մոռանում ես որտեղ ես գտնվում, ինչ աշխարհում ես, եւ նույնիսկ որոշել եմ մի փոքրիկ այսպես ստեղծեմ ինձ համար անկյուն տերասաներից մեկում, որտեղ ուզում եմ աճացնել տարբեր բույսեր, այսինքն խոհանոցի, Իտալիայում շատ դժվար է գտնել։ Վերջացրեցի իմ մաքրելու եւ ձևավորելու գործընթացը, ընկերներ, աննկարագրելի զգացողություն է, երբ որ նոր մաքրում ես, դուռը բացում ես, մտնում ես եւ տեսնում ես քո արված աշխատանքի արդյունքը, ամեն ինչ իր տեղում է, ամեն ինչը մաքրում է, փայլում է, մի հիանալի զգացողություն է դա։ Ընկերներ, կիսվեք, դուք ինչպես եք սիրում եք նման աշխատանք կատարել, թե գերադասում եք տալ դա այլ մարդ ձեր փոխարեն կատարի, թե ոչ։ Ինձ շատ է դուր գալիս արդյունքը, ինչպես նաև վերանորոգման, գույների ընտրության, համադրության, բազմաթիվ իհարկե դժվարություններով այս ամենը կարելի էր հավաքել իրար գլխի, բայց ամեն դեպքում շատ ուրախ եմ, որ կարողացել եմ այս ամենը իրականացնել մեկ այլ երկրում, այլ լեզվով, դժվարությամբ հասկանալով վարպետներին, դժվարությամբ հասկացնելով, թե ես ինչ եմ ուզում ստանամ, քանի որ միևնույն է մենտալիտետի շատ տարբերություններ կան մեր մեջ, բայց ամեն դեպքում ինձ ստացված արդյունքը շատ գոհացնում է եւ շատ դուր է գալիս։ Կիսվեք ընկերներ, դուք ինչ եք կարծում, ձեզ դուր եկավ, կսպասեմ սիրով ձեր կոմենտարիաներին։
Եթե հավանեցիք, սրտիկ դրեք եւ բաժանորդագրվեք։ Ժողովրդը երգչախումբս լսեք։ Լսում եք։ Էս ինչ ծիտիկ է։ Երեկո է, ժամը 7-ն է, հələ լսում եք ոնց է երկու։ Հենա, տեսա։ Հենա, հեսա, նայ։ Հետաքրքիր է ժողովուրդ, ջունգլիում ենք։ Բոլոր վարդագույն մագնոլիաները արդեն քաղաքում ծաղկել են։ Ձեր համար շուտով կգրամ վիդեոներ կանեմ։ Իսկ իմ այսա ինքը սպիտակ մագնոլիա է, նման չեն վարդագույնին, սենց մեծ ծաղիկներ է տալիս, սենց մի հատ։ Ինքը ծաղկում է սեպտեմբերին։ Քիչ ամեն մարդեղ կանգնի, լսի, գիտեք ինչ է երգում սա։